Մենք վերադարձանք եւ մեր գեղեցիկ եթերը շարունակում ենք, սիրելի հեռուստադիտողներ, այսօր շատ կանացի եթեր է ստացվում, գեղեցկուհիներով լի է մեր տաղավարը եւ հիմա էլ շարունակելու ենք զրուցել նրանցից հենց մեկի հետ։ Եվ այսօր մեր հյուրը գեղանկարչուհի, լրագրող, հաղորդավար Էլինե Պողոսյանն է։ Բարի լույս Էլինե։ Բարի լույս։ Բարի լույս, նախ բարի գալուստ մեր տաղավար եւ շնորհավոր միամսյակ։ Շնորհակալ եմ, ձերն էլ շնորհավոր, ընդհանուր շնորհավոր բոլոր կանանց իքական սերի միամսյակը, սա մեր ամիսն է, վայելելու ամիս։ Այո։ Բայց կարելի է նաև մնացած 11 ամիսները եւս համարել մեր ինչու ոչ։ Դե դա մենք գիտենք, որ վայելում ենք, բայց սա օրինական է, այո։ Մեր նախորդ հյուրը շատ գեղեցիկ բան ասաց դե շնորհավորում եմ իհարկե միամսյակի արդիվ, բայց շնորհավորում եմ առհասարակ, որ կին ենք, որովհետև դա Աստծո շնորհն է, ինչա դուր եկա, եւ հատկապես ձեր ցուցահանդեսներում վերջինը գույնն անգույնում, այո, եթե չեմ սխալվում, կոչվում է շատ եմ ուզում հասկանալ այնտեղ կինը ինչ դեր ունի, թե առհասարակ դա ոչ թե կնոջ մասին է, այլ բնություն, մարդու էություն, գույներ, որոնք պետք են մարդուն ապրելու համար։ Սկսեցինք ցուցահանդեսից, բայց դեռ ձեր բոլոր գործունեության ոլորտներին կանդրադառնանք։ Այո, գույնն անգույնում ինքնին հենց անունը հուշող է, գույնը անգույնում, որովհետև մենք հենց հիմա, հենց այս պահին աշխարհում մի անգույն իրավիճակ է տիրում, մի պատերազմական իրավիճակ է, բայց այդ իրավիճակում, եթե մենք անընդհատ նայենք այդ ամենը եւ ենթադրենք լսենք միայն լուրեր, այդ գաղջը գա մեզ, մենք գույն չենք ունենա եւ բնականաբար ամեն մեկս յուրաքանչյուրս ինքներս մեզ համար պետք է կարողանանք գույն ստեղծել։ Այդ գույնը կարող ենք մենք ընտրել ինչ գույն ենք, դեղին ենք, նարնջագույն ենք, կապույտ, կանաչ, բայց ամեն դեպքում իսկ ինչ վերաբերվում է կնոջ հարցին, կինը ինքնին կարծում եմ պիտի գույն լինի, այսինքն ինքը պիտի քայլի, իրեն մենք պիտի տեսնենք ու մենք հասկանանք, որ ինչ-որ վառ, ինչ-որ երևույթ է գալիս գնում մեր առջևով։ Ես ընդհանրապես կնոջը ասոցացնում եմ գույնի հետ, անգամ շարք ունեմ, գունավոր մազերով աղջիկներ, 7 գույնի մազերով աղջիկներ են տարբեր գույներով։ Այսինքն ես հենց այդպես էլ տեսնում եմ, որ կինը գույն է։ Եվ բնավորությունն եք տարբեր տեսնում ըստ գույների։ Իհարկե, ես անգամ այս վերջերս հասկացել եմ, որ կարողանում եմ ընդհանրապես մարդու հետ, բնականաբար այդ թվում նաև կնոջ հետ շփվելով, հասկանալ ինքը ինչ գույնի մարդ է։ Լավ, Էլինե, թերևս մենք սկսեցինք նկարչությունից, բայց ես կուզեմ հիմա վերադառնանք նախնական մասնագիտությանը, որը լրագրող, հաղորդավար, այս պահին լքել եք ասպարեզ, աշխատում եք, ինչպես եք նկարչության հետ համադրում այդ ամենը։ Այո, այս պահին աշխատում եմ ռադիո Ավրորայում, հենց այնտեղ հաղորդավար եմ, ավելի շատ ինձ համարում եմ հաղորդավար եւ հանրային կապերի մասնագետ։ Լրագրությունը իհարկե հիմքն է, բայց լրագրությամբ զբաղվել չեմ կարողանա, թեպետ հաղորդավարության մեջ հիմք կա լրագրող։ Այո, հաղորդավար եմ, այո, շատ սիրում եմ այդ աշխատանքը, իսկ ինչպես եմ համատեղում, երևի թե ժամերն են թույլ տալիս եւ մի փոքր էլ էներգիան եւ սպառումը, այսինքն երբ հասկանում ես, որ եւ հաղորդավարությունն է գնահատված քեզ մոտ, եւ մարդիկ սիրում են արվեստը, ոնց որ չտեսություն է ստացվում, բայց ոչ մեկից, ոչ մի բանից չես ուզում կտրվել։ Էլինա, ինձ ինչն է հետաքրքիր, դուք սկզբում Դիանայի հարցին պատասխանելով նշեցիք, որ մարդկանց տարբերում եք գույներով եւ զգում եք, հա, մարդկանց գույնը, հաղորդավարությունը ինքնին նաեւ ենթադրում է մարդկանց ճանաչել խոսքով։ Այդ երկու գործոնը ձեզ օգնում են նկարչության մեջ, այսինքն թե գույները, թե մարդկանց խոսքով ճանաչելու, բացահայտելու ունակությունը։ Իհարկե, ոչ միայն խոսքով, այլ մարդկանց հնարավոր է ճանաչել միմիկաներով, ինչպես է ինքը քեզ նայում, անգամ կարող ես զգալ ինքը ինչ է զգում։ Ես մի փոքր խորացած եմ, ոնց ասում են, ապրումակցող եմ կամ էմպատ եմ, տարածված այդպես տերմին է, բայց այո, այդ զգալը կա։ Միանշանակ, բնականաբար սխալվում է աշխատանքներում նկարչության մեջ, երբ օրինակ մարդուց ինչու՞ չէ բացասական էներգիա է գալիս, ինչպես եք դա թղթին հանձնում գույների տեսքով։ Նկատի ունեք այն ինչ նկարում եմ, ենթադրենք դիմանկարի մասին է խոսքը։ Ասեմ, նախապես եղել է, որ չեմ վերցրել պատվեր։
Այսինքն ես պետք է հասկանամ, եթե ես այդ դեմքի հետ աշխատելու եմ եւ դիմանկար եմ անելու, օրեր, գուցե ամիս, ես տեսնելու եմ այդ դեմքը եւ բնականաբար, եթե ինքը ինձ վատ էներգիա պիտի տա, ես չեմ վերցնի։ Այսինքն պատվերով էլ եք աշխատանքները։ Հա, իհարկե։ Էլինե, իսկ ունեք ակադեմիական կրթություն, թե զուտ նախասիրություն եւ այսպես ինքնուս սիրել եք եւ սովորել եք։ Սկզբում ինքնուս էի, դե քանի որ ակադեմիական կրթությունս, ինչպես նշեցինք, լրագրություն հանրային կապերի մասնագետ, սկզբում ինքնուս էի, բայց հասկանում էի, որ ես ուզում եմ էլ ավելի լուրջ զբաղվել այս ամենով, ուզում եմ ավելի լուրջ նկարել, ուզում եմ Հայաստանում արվեստագետին լուրջ ընդունեն ու երիտասարդ արվեստագետին։ Երբ ասում ենք նկարիչ, իհարկե ամենայն հարգանքով բոլոր տարիքով եւ փորձով նկարիչների նկատմամբ, որովհետեւ ես իրենց եւս համարում եմ ամենալավերից, իհարկե, դասականը հետո միշտ միանշանակ, բայց երիտասարդ արվեստագետը եւս կարող է ընդունվել լուրջ։ Դրա համար էլ գնացի եւ պրոֆեսիոնալ նկարչական ստուդիայում ամրապնդեցի հմտություններս, որպեսզի չնեղվեմ նաեւ ինքս, օրինակ լույս ու ստվերից չնեղվեմ, հասկանամ, որ ես կարող եմ, չեմ խեղճանում, դրա համար իհարկե պրոֆեսիոնալ նկարչություն սովորեցի։ Էլինա, իսկ ո՞րն եք համարում նկարչության մեջ ձեր ձեռագիրը կամ ձևաչափը, որ ժանրն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Ժանրը կարող եմ ասել եւ ոճը եւ ժանրը, ոճերից ավելի շատ հենց ռեալիզմ եւ էքսպրեսիոնիզմ, կարծում եմ կյանքում էլ եմ այդպես, եւ ռեալիստ եմ եւ մի փոքր էլ էքսպրեսիոնիստ, բայց ոճերից նատյուրմորտ եւ ֆիգուրիստական ոճն եմ սիրում, չնայած դա այդպես շատ ընդունված չէ, մենք սովորաբար ասում ենք նատյուրմորտ, դիմանկար, բնանկար, ֆիգուրիստական բաներ եմ սիրում նկարել, այսինքն հստակ այս մի բաժակը կամ, բայց իմ ոճով։ Դոստոևսկին ասում էր գրում ենք այն, ինչ ապրում ենք, ինչպես ապրում ենք, հետաքրքիր է երևի նկարելուց էլ է այդպես, որովհետև որ ասացիք բնույթով այսպես եմ, նաև սիրում եմ դրա համար էլ այս ոճը։ Առաջին ցուցահանդեսն ինչի մասին էր։ Առաջին ցուցահանդեսը էլի գույնի մասին էր, կանաչ, հենց կանաչ խորագիրն ուներ ինքը այդպիսի 2022 թվականին, էլի այն վառ պատկերներն էին, որոնք ես պատկերում եմ, ընդհանուր առմամբ իմ բոլոր նկարներում վառ գույներ ենք տեսնում, երևի դա հենց ձեր ասածն է, որ ինչպիսին կաս կամ ինչ զգում ես, դա էլ անում ես քո արվեստում կամ գործում։ Էլինա, ամեն դեպքում իհարկե դուք արդեն պատմեցիք, ինչպես եք եկել նկարչության աշխարհ, բայց ինձ հետաքրքրում է ինչը խոսքով լինելով խոսքի մասնագետ, ինչը խոսքով չէի կարողանում արտահայտել, որ նախընտրեցի գույները եւ վրձինը։ Ինչն է հենց վրձնի միջոցով ձեր մեջից դուրս գալիս։ Իրականում ուղղակի տեղերը փոխենք, սկզբում նկարում էի արդեն լուրջ զբաղվում էի այս ամենով, երբ անցա ռադիո եւ դարձա ռադիոհաղորդավար, այսինքն սկզբում նկարել եմ, բայց խոսքով չի լինում արտահայտել խորությունը, ես կարծում եմ, ոչ միայն իմ խորությունը, այլ աշխարհում թաքնված շատ բաների խորությունը, որը ոչ խոսքով կարող ես արտահայտել, ոչ բացատրելով։ Օրինակ, հենց մեկը, որ մենք խոսում էինք զգալուց, մենք երբեք չենք կարող բացատրել, թե ինչու ենք այդ ինչ մարդու հանդեպ այդ ինչ զգացումը տածում։ Եվ դա հենց այդ խորությունն է, որը գուցե ինձ պետք է գույներով արտահայտել։ Իսկ դուք ո՞ր նկարիչների, ո՞ր աշխատանքներն եք սիրում ու պատրաստ եք ընդհատնել, որովհետև դրական կամ նոր մտքեր են գալիս։ Ընդհանուր առմամբ նկարիչ կառանձնացնեմ Գոգեն, իր բոլոր աշխատանքները, բոլոր Վան Գոգ իր նաև կյանքի պատմության համար, նաև իր գույների ու արևածաղկի համար իմ ամենասիրելի ծաղիկն է, եւ արդեն վերածննդյան ժամանակաշրջանից կառանձնացնեմ Ռաֆայել, Լեոնարդո դա Վինչի, դե դա Վինչիի Մոնալիզան գիտենք բոլորս, բայց իմ ամենասիրելի կտավը չէ, շատ են եւ Պիկասո էլի նրա համար Խելագարության համար։ Իսկ հայերից, հայ նկարիչներից Սարյան, Մինաս։ Բայց գունային նմանություն Մինասի հետ, այո։ Հա, Գոգենի նման Թայիթի գնալու ցանկություն եւ գույները բերելու չունեք։ իհարկե մեծ ցանկություն կա, բայց քանի որ աշխարհը այս պահին խառը իրավիճակում է, հույս ունենանք շուտով կհանդարտվի, ցանկալի է որ զոհեր ընդհանրապես չլինեն եւ ցանկալի է որ ընդհանուր առմամբ մարդկությունը
միշտ լինի, միշտ պահպանվի, մի խոսքով հույս ունենանք շուտով կավարտվի եւ արդեն կարելի է իրականացնել։ Էլինա, այս պահին ձեր ողջինը ինչ է ուզում նկարել, ինչ աշխատանքի վրա եք կամ ինչ միտք ունեք նկարելու։ Ասեմ, այս պահին իմ ցուցադրության մեջ կային կտավներ, որոնք առավելապես արժանացան մարդկանց ուշադրությանը եւ ինչու՞ չէ նաեւ հավանությանը, ու ես էլ հասկացա, որ փաստորեն իմ արածներից դրանք են շատ սիրում մարդիկ ու այն ոգևորվածությունը կա նկարելու իմ շատ սիրելի մեծ կակաչները յուղաներկով ու առանց որևէ կանոնի, ես սիրում այդպես նկարել իմ միջայլոց, այն մանրանկարչություն չեմ սիրում։ Կակաչները, մրգեր եմ շատ սիրում նկարել եւ կարծում եմ, որ շուտով եթե նկարեմ, ապա այդ ուղղությամբ։ Ասացի գիտեք, որ խոսքով միշտ չէ, որ ամբողջ մարդու հոգեհուզական դաշտը կարելի է իդերև հանել եւ մարդկանց ցույց տալ ինչ ես մտածում, նկարներն օգնում են։ Այ հետաքրքիր է արդեն երկրորդ ցուցահանդեսն ունեք, տասնյակ բնականաբար կտավներ, մարդիկ այդպիսով սկսեցին ձեզ ավելի լավ ճանաչել, բացահայտել։ Կարողացաք ձեր ամբողջ ներաշխարհը, ձեր ասելիքը դուրս տալ կտավների միջոցով, այո։ Այո, միանշանակ այո, որովհետև հենց այն, որ դե իմ մտերիմների հարազատների մասին չեմ խոսում։ Չնայած կան քննադատներ իրենց մեջ, ինչի համար շատ շնորհակալ եմ, բայց այն, որ անծանոթ մարդիկ են գալիս, ճանաչում, այսօր սոցիալական ցանցերը շատ ակտիվ են, սոցիալական ցանցերով քեզ նշում, դա այնքան մեծ մոտիվացիա է եւ այնքան սիրուն զգացում է, որ միանշանակ անգամ եթե 10 հոգի էլ, ընդամենը 10 հոգի իմ գործունեությանը ավել ճանաչի, ես միանշանակ պատասխանեմ այո։ Հրաշալի։ Իսկ ինչ երազանք ունեք Էլինե վերջում։ Եվ արդյոք երազանքն էլ այո, հաղորդման վերջում իհարկե։ Եւ եթե նկարի տեսքով փորձեք պատկերել ձեր երազանքը, ինչ կերպար, ինչ միրգ, ինչ գծեր, ինչ ծաղիկ, գուցե ինչ կլինի։ Ես եթե նկարի տեսքով պատկերեմ իմ երազանքը, չի լինի նախ, բայց եթե այսպես վերացական պատկերեմ, կպատկերեմ ինչ-որ լավ հարց տվեցիք։ Դրախտային պատկեր կարծում եմ, շատ ծաղիկներ, մրգեր, այսինքն ինչքան հնարավոր է շատ բարիք մեկ տեղում, որովհետև ես հասկանում եմ, որ իմ բոլոր ցանկությունները եւ երազանքները կապված են հենց բարիքների հետ, այսինքն լավ բաների հետ, այնպիսի բաների հետ, որոնք աշխարհը գեղեցկացնում են։ Այստեղ պետք է լիներ հոգեբան մեկնաբանել, բայց շատ կարծում եմ ես ուզում եմ ասել, շատ ճիշտ ասեցի, իրականում ես նկատեցի, ինձ թվում է բոլորը կնկատեն, որ շատ է խոսում գույներից, ծաղիկներից, դա նշանակում է երևի թե հոգեբանները, ինչպես ասեցիր, ավելի ճիշտ կասեն, որ դուք երևի թե ուզում եք աշխարհին տալ, տեսնում եք նեգատիվը եւ ուզում եք դա փոխարինել գույներով, գեղեցիկով, եւ մենք մաղթում ենք, որ հետագա ձեր բոլոր նկարների հիմքում լինեն դրական մտքերը, դրական գործողությունները եւ դուք աշխարհին տակ նկարների տեսքով միայն գեղեցիկը։ Շատ շնորհակալ եմ, իրականում այո, նեգատիվը հոգնեցնող է, վատն է, երբեմն անգամ լսում եմ մեղադրանքներ, որ ես վարդագույն ակնոցներով եմ, բայց շատ հաճախ դա ինձ դուր է գալիս եւ ես չեմ էլ հերքում։ Այնպես որ ասեք, որ բացի վարդագույնից բացի մնացած բոլոր մյուս երանգներն էլ կան իմ կտավներում, դուք սխալվում եք։ Շնորհակալ եմ շատ, այո, միանշանակ համաձայն եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, իսկապես գույները պարզապես գույներ չեն։ Էներգիա են, կյանք են, տրամադրություն են, այնպես որ սերն էլ ունի իր գույնը եւ պետք է այդ գույներով պարուրված լինել միշտ։ Իհարկե չգիտեմ ինչ գույն ունի, օրինակ քեզ համար ինչ գույն ունի սերը, կարծում ես։ Այ շատ հետաքրքիր հարց տվեցիր, ինձ համար սերը նարնջագույն է, որովհետեւ նարնջագույնը ապրեցնող է, սերն էլ պետք է լինի ապրեցնող։ Էլինայի համար 3 լրագրող հաղորդավար, 1 տաղավարում, դա կարծում եմ Այս ես անսպարելիներում։ Ես թույլ տվեք մի քիչ փիլիսոփայեմ։ Փիլիսոփայ քիլ ենք։ Ինձ համար յուրաքանչյուր անձնավորություն ու մենք սիրում ենք ունի իր գույնը, ոչ թե սեր։ Ընդհանուր մենք սովորենք սերը ասել կարմիր է, ամենավառ։ Սպիտակ կասեմ, հենց ինձ ասնեք, հետաքրքիր է։ Իմ սիրելի անձնավորության այսպես անվան կողքին ես դրել եմ սպիտակ սիրտ, որովհետև ինքը ինձ համար սպիտակ գույնն է։ Ինչու մոտավորապես պատկերացնում եմ, բայց իրեն կարմիր չեմ պատկերացնում։ Այ իր սերը ինձ համար սպիտակն է։
Ես առաջարկում եմ մեր հետաքրքիր զրույցը արդեն շարունակել կադրից Եթե դուրս, քանի որ սա պետք է ուղարկվի հոգեբաններին, որպեսզի երեքիս էլ վերլուծեն Եվ գուցե բարև երկիրը փակեն եւ մեզ էլ ուղարկեն ենթադրեն որևէ բուժ հաստատություն։ Շնորհակալություն Էլինե, իսկապես ավարտում ենք շատ գեղեցիկ զրույց էր ըստ իս։ Կարծում եմ ձեզ էլ դուր եկավ, Կարծիքները կարող եք գրել, այո, Այո։ չենք ներվի, եթե դուք չեք հավանել, բայց կարծում ենք, որ այդպես չի լինի։ Ուրախ ենք, որ Էլինան մեզ հետ էր, գույները բերեց եւ ձեզ առաջարկում ենք գտնել այսօրվա ձեր վառ կամ հետաքրքիր գույնը եւ շարունակել օրը մեզ հետ։